Կուրսանտ Չոբանյան։ Ես եմ։ Ինձ մոտ։ Լսում եմ։ 2 տարի է 18-ամյա Լիլիթը զարթուցիչից էլ առաջ է արթնանում։ Մինչ տարեկիցները վայելում են առավոտյան քաղցր քունը, նա ժամը 6-ից արդեն ոտքի վրա է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սաներից պահանջվում է նախ եւ առաջ զինվորական ճշտապահություն ու կրկնակի կոկիկություն։ Լիլիթը սահմանամերձ Տավուշից է, մեծացել է թշնամու չդադարող կրակահերթերի տակ։ Նա առավել քան որևէ մեկն այստեղ լավ է հասկանում խաղաղության արժեքը։ Մենք գիտենք մեր անկախության եւ ազատության գինը, քանի որ մեր հայրենիքը մեզ շատ դժվար է տրվել եւ մենք տարիներ շարունակ, ինչպես նաեւ կարող եմ նշել, դարեր շարունակ չենք ունեցել ոչ անկախություն, ոչ էլ պետականություն։ Եվ մեր մի թիս հողը անգամ պետք է մենք պահենք մեր կյանքի գնով։ Երբևէ ինձ այնքան աղջիկ չեմ զգացել, որքան այստեղ ասում է Լիլիթը։ Թեև ասպետական օրենքները ռազմական կյանքում տեղ չունեն, այդուհանդերձ զինվորականի խիստ համազգեստի մեջ էլ աղջիկները շարունակում են մնալ կանացի ու հմայիչ։ Ինչ-ինչ բաներից զրկում ենք, այսպես ասած, կոպիտ ասած, բայց չենք կորցնում մեր կանացիությունը, նրբությունը եւ գեղեցկությունը։ Լուսինեն առաջին աղջիկ Սանն է, ով 3 տարի առաջ ոտք դրեց համալսարան։ Ասում է, ընդունելության դժվարություններից մեկն էլ կարծրատիպերը կոտրելն էր։ Նա միայն համառ պայքարի շնորհիվ է ստացել ծնողների համաձայնությունը ընդունվելու համար։ Ընտրությունը պատահական չի արել, հայրն էլ զինվորական է։ 7 հրաշքներից մեկն եմ, ով ոտք է դրել ամենաառաջին անգամ այստեղ։ Չեմ ամաչում, այլ մեծ հպարտությամբ եւ մեծ պատիվ զգացի, երբ որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դարպասները բացվեցին եւ մենք 7-ից միասին մտանք այստեղ։ Լուսինեն օրվա մեջ 1 կամ 2 ժամ անպայման հանգստի սենյակում է անցկացնում, միտքն է մարզում։ Ասում է, ինչպես ցանկացած շախմատային քայլ ռազմարվեստում եւս պետք է ամեն ինչ նախապես ու ստույգ հաշվարկել։ Աննշան վրիպումը կարող է կյանք արժենալ։ Թեկուզ մեր հենց քայլերը կամ խորամանկության դիմելու հարցում, որ շախմատով ամեն ինչ սովորում է, շատ է օգնում մեզ։ Լուսինեն ու Վաշտի մյուս աղջիկները կուրսանտի ուսադիրները պատվով են կրում։ Զորանոցում չեն գիշերում, սակայն նրանց օրն այստեղ միանգամայն տարբերվում է քաղաքացիական կյանքից։ Կուրսանտների ամեն վայրկյանը հաշված է, աղջիկական նախասիրությունների համար ժամանակ գրեթե չի մնում։ Դաշտային համազգեստի հետ եւ ամենօրյա մեր այդ դասընթացների հետ ավելի հարմար է, երբ որ աղջիկը մի փոքր կոկիկ է սանրվածք, այսինքն թափված, ինչ որ չոլկա, այդպիսի բաներ չկա, հավաքված է բարձր պոչիկ կապած կամ ուղղակի կոսարած։ Զինվորականի խիստ համազգեստի տակ փխրուն ու երասկոտ աղջնակն է թաքնված։ Մեր հաջորդ հերոսուհուն գրադարանում հանդիպեցինք։ Մեծ դեր ունենք բանակում, քանի որ հենց մենք մեր ներկայությամբ ոգևորում ենք եւ մենք ուժ ենք տալիս, քանի որ նրանք գիտեն, որ ինչ էլ որ լինի, մենք պատրաստ ենք նրանց կողքին լինել։ Թե պատերազմում, թե խաղաղ ժամանակ։ Միայն համազգեստը սիրելով զինվորական չես դառնա, վստահեցնում է Մանեն, ապագա հրետանավորին զինվորական կյանքի դժվարությունները չեն վախեցրել։ Դպրոցական տարիներից ակտիվ մասնակցել է ռազմամարզական մրցումների։ Ռազմական կարգ ու կանոնից Մանեն չի դժգոհում։ Այսօր արդեն ժպիտով է հիշում առաջին օրերն ու չհաջողելու իր մտավախությունները։ Առաջին անգամ, երբ որ մայրիկիս հայտնեցի իմ ցանկության մասին, նա փոքր sense զարմացավ, որտեղ ինձ չէին սպասում ոչ մեկ, որ ես կարող եմ հենց այս մասնագիտությամբ շարունակել, որտեղ մտածում էի, ես ինքս էլ մտածում էի, որ իմ մեջ չկա այդքան ուժ, այդքան պայքարելու ունակություն, որ ես կարողանամ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, բայց ես որոշեցի կատարել այդ մեծ քայլը։ Աղջիկ Սանները դրականորեն են ազդել համալսարանի առօրյայի ու տղաների կարգապահության վրա։ Տղաները ժպիտով են խոստովանում, առաջին հերթին բարձրացել է իրենց անհատական կուլտուրան։ Աղջիկների ներկայությունը շատ օգտակար է, որովհետև նրանք իրենց մեջ ուժ են գտել, որպեսզի կարողանան ծառայել հայրենիքին, տղաների կողքին։ Կարողանում ենք մեր էմոցիաները զսպել, որ հասկանում ենք, որ մեր կողքին աղջիկ կա։ Աղջիկները պնդում են զինվորական գործում սեռային տարբերակում չպետք է դնել, կարևորը հայրենիքին զորակցելն է։ Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ, զենքս որդուս իսկ սերս մայրերին կտամ։ Հպարթայացք բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, Բիբլիական Մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց սպաներ, պատիվ ունեմ։ Էմմա Վարդանյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։